Իշկա ժողովուրդ, այսօր վլոգը սենց է սկսվելու։ Իշում եմ ներքև մոտոյի հետևից ու արդեն կշարունակենք փողոցում։ Իշկա ժողովուրդ, իշքան բան է տեղի ունեցել այս երկու շաբաթվա մեջ, ինչ ես զապիսներ չեմ արել։ Լիքը բան է տեղի ունեցել։ Իրականում եղանակն էլ լիքը փոփոխական եղել։ Հենց հիմա սառում եմ, ասենք, բայց 3 րոպե առաջ շոկ էր։ Շատ բան է եղել։ Մոտոն հələ տաքացած չի, չեմ ուզում շատ գազեր անեմ։ Բայց, ասեմ կյանքը հետաքրքիր է, շարժվում է առաջ։ Ինչ զիբիլ ասած տեղի է ունենում։ Գլխարապես բայց մի բան, որ կոնկրետ հա տեղի է ունենում, ու չգիտեմ ոնց ես ամեն ինչ սպորտցնենք, այս իրավիճակն է։ Որսես երբ դուս ես գալիս, սաղ ավտո է, սաղ անտանելի ավտո է, անտանելի ավտոներից բացի սաղ անտանելի ծակեր են, ու այդ ծակերից է բացի սաղ անտանելի փոշի է ժողովուրդ։ Իրականում այն օրը ես հենց այդ պատմությունից սկսեմ։ Հենց այն օրը ես բանում արել տենց Ագուստայև էի։ Ավելի ճիշտ էս մոտոյով էի, դուս եկա ընկերուս հետ քշելու, երկու դուկարիով տես կայֆեր էինք անում քաղաքում մեկ, հենց դուս եկանք, անձրևը սկսվեց, մինչև այդ արևեր, ու հենց իրար ճանապարհեցինք, անձրևը պրծավ։ Ոնց որ ինադու լինի, ես եղանակ չեմ ջոգում, բան է տենց, ինադու ընկած ընկերուհու տպավորություն է թողում, որ սենց, ասենք հենց այն օրը, որ իրար հետ տեղ պիտի դուրս գաք, հագնում ես իրար շորը, ասպես եմ ոնց է, ասում վատ չի դե, ես պրոստը կապուտ գույն եմ սիրում, ասենք, կարմիրի տեղ, չգիտեմ։ Ոչմ, չգիտեմ, եղանակի պահով բողոքները խնդրում եմ գրեք կոմենտում, գիտեք, ոնց որ միշտ։ Ես այս արանքում գրում գլոբինգ, ու մտածում էի կարող երկար ճանապարհ ընտրեմ, բան, մինչև գլոբինգ հասնենք, ոնց ճոգում եմ մինչև գլոբինգ հասնենք, ես իմ երկրորդ պատմությունն է կպատմեմ։ Այդ նույն օրը, կիրակի օրը, որ ես սիրուն դուկարին հանեցի, թրջվեցինք, հետ եկանք, միակ լավ բանը էր, որ հենա այս մոտոն լվացած չի է դրանից հետո, բայց հա ինքդ ես ֆրոցի անձրև լավ տեսել է, բայց զարմանալիորեն այս մի անգամը շատ չի ցեխոտվել, բայց ցեխոտվել է մյուս մոտոն, ու ոնց է ցեխոտվել, անենց որ ես Ագուստայով Վեդրանից հետո դուրս եկա, որտեվ տեսա թույն արևա դուրս գալիս, ասի հետա, գնացի կռուկեր արեցի, կայֆեր արեցի, բան, հետ գալուց որոշեցի ոչ թե Բաղրամյանով գնամ տուն, այլ Մոնթեով գնամ, Ագուստան երկու շաբաթ չէի քշե, ոչմ եմ, որ ասպես թե մի քիչ կայֆս անեմ նոր, Զատնո Սարատկա կընդունի եւ այլն, ինչ է տեղի ունենում, գնում եմ հասնում եմ Մոնթե, Մոնթեի վրա եղանակը փոխվում է շատ արագ, Մոնթեյում փոշի է դուրս գալիս այնց որ մի 3 մետրը քիչ եմ ասում 3 ավտո առաջը դել չես տեսնում ինչ է կատարվում ինչ ավտո անդե գալի խփում ուրիշին բան sense վիճակներ ի վրա սաղ ցեխա շպրտում օթից մի այլ կարգի այնց որ կասկիս կեսը փակվում է բան չեմ տենում ու ասենք այն Alpine Stars-ի կասկեն ես է Ագուստայով եմ oh my god right դեմիս ավտոն կամացանում է վախից այն որ կամիներն ուժեղ խփում են, այս սենց ես էլ ելնում դեմիս ավտոն կամացանում է, ես սիգնալն եմ տալ, որ տեղ տուր ես գնամ, որտև իշքան ես արագ քշեմ, ենքան կպնում եմ գեդնին, էլի ոչմ, այդ ամեն ինչից հետո ինչ ալինում, ինչ-որ մի հատ կարտոն է գալի, որ ես իրան բռնում եմ տես մոտով ու հետս մի կիլոմետր այդ կարտոնը գնում է holy shit Զորով հետո ընդեմ իտ է կամացած է այդ կարտոնը ենքում տարա հետևի ավտոին էր համար աղպում և այլն Ոչմ անասունություն էր պարզվեց հետևի ավտոն է EQS էր ոնց որ թե Mercedes ինքն էլ էր գալի նույն մեր պարկովկեն
ինքն էտես կամացացավ կողքս, ասում է լսի, կարտոնը որ եկավ քեզ խփեց, սրտս կանգնեց, այո բան չի եղել, ասում եմ չէ, ես որ կարտոնը գցեցի մի կողմ, տեսա որ դու էր հետևիցս մոտիկոտ գալի, հո քեզ բան չէ, ասում է չէ, կարևոր քեզ բան չէ։ Ոչմ, գոնես ես լավ մարդկանց ինչ-որ ներկայություն զգացվեց, էլ չեսն որ ասեմ, թե չէ շատ էի ֆազերս գցե։ Ոչմ, այս վլոգը ինձ թվում է այնա, որ քաղաքը էլ նույնը չի։ Քաղաքի vibe-ն է կորը ժողովուրդ, պրոստը սենց ամեն ինչ վատ է ստեղ չեմ ջողում։ Ես եմ մենակ տենց տեսնում, թե սաղդ եք հետ նկատում։ Ասենք գծանշումները կես տարիա չկա, ասվալտը կես տարիս ես օր-օրի ավելի է վատանում, ջրեր է գալիս սաղ վանա դառնում, տենց ասենք ես իմ օրբելի վրա ալիքի ձեներ եմ լսում գիշերը, այդ կարգի վատ է ասենք։ Մենակ ես եմ, որ սենց ես ամեն ինչը տենում ու դժգոհում եմ, թե դուք է ժողովուրդ։ Ու ամենաբեթարը, ավտո քշողների քշելա ձևն էլ է շատ վատաց է։ Շատ վատաց է։ Մի հատ գոնե թեթև աբգոն անենք։ Եղանակը այսօր բախտի բերբամ հաճելի ջերմաստիճան է, լավ, չեմ սառում, չեմ շոքում, հենց հիմա սառում եմ, ասենք, բայց 3 րոպե առաջ շոկ էր, 5 րոպե հետո կարա մի այլ կարգի անձրև գա, բայց քանի չի գալի, հələ որ լավ է, ու ավելի կարևորը անձրևը հետ, իհարկե ջրհեղեղ չլինի, ու մեկ է բան չլինի, մեկ է շատ ուժեղ քամի չլինի։ Քամին լավ վտանգավոր է, նամանավան ժողովուրդ, եթե դուք սկսնակ քշող եք, մի քիչ ուշադրություն դարձրեք դրան, ու ունես ճանապարհներ ընտրեք, որտեղ ասենք փողոցները ավելի պատված են, չգիտեմ, շենքերով։ Մոնթեն, մոստերը, բանը, լավ ուժեղ քամիներ կարան ունենան, որ սենց լրիվ ակնկալելի է։ Alright. Իհարկե օրենքով քշելը դառել է լրիվ հիմպան, բայց ասենք սես քշելը ես вообще չեմ ջոգում, իմաստը որն է, հայ խփում երս ջին։ Չեմ ջոգում, մարդիկ բան են, հա, տենց նայում են հնդիկներին, ասում են, օ հնդիկներ իշ աննասունավարի են քշում։ Կայնի մենք էտես մեր ավտոները քշենք արա, խի պետքա լավ քշել, նորմալ քշել, որ մարդիկ լավ զգան իրանց, պետքա փթիրի նման քշել, հայվանի նման քշել ու անլվա կեղտոտ մասայի նման քշել, եթե գիտեք ինչի նկատի ունեմ։ Դրանա ներվ են ասում են, մի կիլոմետր բան ենք ինչ քշում ենք ժողովուրդ։ Ախր ես երկիրը կարա լավ երկիր լինի, կարա թույն երկիր լինի, որ դեա կարելի կանգնել, ինչ մշտական տեղը գնանք, կարա շատ նորմալ երկիր լինի, պրոստը մարդիկ օրինակ են վերցնում ամենավատ մասայից ու հետո էլ ասում են Քեն մարդիկ մեզ քֆուր անում, ինքան մարդում ես օրական քֆրտում ժողովուրդ չեք պատկերացնում, հəl ես, ասենք լավ էլի դե, holy shit, լավ էներգիայով սկսեց վլոգը, սկի չեմ է նայ քանի րոպե եմ զապիսան, բայց դա սպարսանց մի 5 րոպե զապիս եմ անում ու արդեն սենց թունավոր, արդեն սենց բեսամ ագրեսիվ, Լավ, տենանք ոստե արդեն սենց ենք անգնում, ես լավ չի, մի քիչ առաջացեք ժողովուրդ, հելեք ուրիշների վզին,
Գոնե գիտես թե ինչ-որ հայվան չի գա հավքի։ Չէ, այսօր շատ եմ ներվայնանում ժողովուրդ։ Բայց մեղադրելու է չի արդեն։ Չգիտեմ, ես օր-օրի ասում դե լավ հիմա ոչ այս մի բանն ավատ, դե լավ կդիմանանք, պլյուսներ կան։ Այս մի բանն ավատ, դե լավ կդիմանանք, պլյուսներ կան։ Հիմա ոնց որ ամեն ինչն ավատ։ Պլյուսները գնալով կչանում են ժողովուրդ։ Հələ դուք ձեր մի հատ բաները գրեք, հələ կոմենտները գրեք ներքևը։ Թե ինչն է այս երկրում, որ ձեզ դուրակ, ինչն է պահում ձեզ այս երկրում երջանիկ։ Լավ, հեսա գլոբինգը ստանանք մեր ստանալիքը ու տեսնենք ինչա գալու մեր գալիքը։ Well, she likes it, man. Գլոբինգի համար վճարել եմ, չեմ հիշում։ Հաջողություն։ Wow, all right. Սիրուն է շպիտեր, չէ։ Okay. Ինչ ենք հիմա անում, ժողովուրդ։ Ժամը 3:13 է, ես 4-ին զանգ ունեմ։ Ես իհարկե կարամ մտնեմ մի հատ ինչ-որ բան առնեմ խմելու ու թեթև ինչ-որ սիգարելը ծխենք կամ Կարանք ոչ է սիգարելը վերցնենք ու ծխենք, այլ կարանք պրոստը լրվենք, այլ ճիշտ խմելու բան չվերցնենք ու պրոստը ծխենք սիգարելը։ Մոտո կայֆը ինձ թվում է ինձ թվում է it's это, որ you get your shit out, you get on a bike, you smoke your cigar, socialize with people which we don't have today. But yeah, այն օրվա դու քարիով ռայդնել էր շատ sense aggressive. Ես ինքս Jason-ներ ինքն է Ամերիկայից, holy shit, ասենք այդ ինչ aggressive ու ինչ որ չափով վատ ձևի են քշում։ Օյ լիքը խախտումներով իրա մոտ вообще կարմիր համարները սո պատկերացրեք ինչ էր տեղի ունենում։ Yeah. Ես մի հոգու կարամ տեսնեմ այս արանքում։ Մտքիս եկավ հələ փորձենք գլուխ անենք, բայց քանի ես ծխում եմ, կամերան կանջատեմ, հետո արդեն կասեմ ինչ ենք անում, հենց նորություն եղավ, բում։ Ինչ կա ժողովուրդ, որ ասում է պլանները կփոխվի, իրականում փոխվեց, ես որոշեցի տերամիսու մոկապոտում նստեմ, տերամիսու ուտեմ փաստորեն, ինձ հյուրասիրում եմ շատ հարազատ մարդ է։ Քեզ երևի վիդեոյում ցույց չտամ, եթե ուզես պրոֆեսիոնալն անոնիմնես պահենք։ All right. Բայց մենք ստե ունենք այս sense-ով բան, մաղթանք, որ ասում է երբեք չես իմանա, եթե չփորձես, так что փորձեք լայք անեք այս վիդեոն ու իմացեք այդ ինչ է։ Մոտոն ստեղա կանգնած, շատ թույն է ուշում, մենք կոֆեն կվայելենք ու կլնենք կապի մեջ, հետ գնալուց կա անձրևը լինի, եթե կնկարեմ, դրանք ինչ է սպասվում ես, բում։ Ու սենց մենք թեթև անձրև բռնեցինք, զատո հավես կոֆե խմեցինք, հավես լրվեցինք, մնում է հասնել տուն ու անցնել զանգի գործնական ու դրանով երևի կեզրափակենք մեր այսօրվա վիդեոն ժողովուրդ ջան, եթե սես վիդեոները կարճ, էքսպրոմտ, առանց հստակ ինչ-որ թեմաների դզումը կոմենտ գրեք, ռուսները ինչ-որ ասացվածք ունեն մոտոբուդնի վիճակներով, իսկ եթե չի դզում, դե հիմա, նենցա որ մի շաբաթ, չէ ինչ մի շաբաթ, նենցա որ 2 շաբաթ վիդեո չեմ գցել ժողովուրդ, 2 շաբաթ ես վիդեո չեմ գցել, որովհետև եղանակները հենց անհասկանալի էին, ունես բան են, որ հենց պահ ես բռնում ինչ-որ մոտո քշելու, դուս ես գալի մարդ ես տենում այդ արանքում, պլանավորել ոչ մի բան չէր ելնում, ոնց որ հենց այսօր։ Բայց ռիվյուների թեման հələ որ ակտուալ է, գիտեմ, կես տարի այդ եմ ասում, բայց նկարելու եմ, ըլնելու եմ, так что ձեզ առաջարկում եմ ունենալ հավեսօր ես ամեն ինչից հետո, մենք էլ տեսենք ոնց է օրը անցնում մեր կողմում, տեսնեմ այս վիդեոն երբ եմ գցում ու ոնց է
իր ընկալումը լինում ձեր կողմից, հույս ունեմ լավ է լինում։ Так что Papa Redner կլենք կապի մեջ։ Boom.